Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանը շնորհակալություն է հայտնել Հայաստանին աջակցության համար, ընդգծելով, որ Թեհրանի եւ Երևանի միջև հարաբերությունների ամրապնդումը երկու կողմերի շահերից է բխում։ Փեզեշքյանը շեշտել է, որ Թեհրանի եւ Երևանի միջև հարաբերությունները պետք է զերծ մնան արտաքին միջամտությունից, իսկ հարցերը որոշվեն բացառապես երկու երկրների անկախ կամքով։ Նա նաեւ նշել է, որ տարածաշրջանից դուրս ուժերի արկայությունը հաճախ բարդացնում է խնդիրները, լուծմանը նպաստելու փոխարեն։ Իրանի նախագահը շնորհակալություն է հայտնել Հայաստանի կառավարության եւ ժողովրդին իրենց առաջնորդի եւ վերջին հակամարտության մյուս զոհերի սպանությունից հետո ցուցաբերած աջակցության համար։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ժամանել էր Իրան մասնակցելու Իրանի հանգուցյալ գերագույն առաջնորդ Այաթոլլահ Սեյեդ Ալի Խամենեիի հուղարկավորության սգո արարողություններին։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփին եւ փոխնախագահ Ջեյ Դի Վենսին ազգային տոնի անկախության օրվա առթիվ։ Ուղերձներում վարչապետը նշել է, որ Հայաստանը եւ ԱՄՆ-ն միավորված են երկարամյա բարեկամությամբ ու ընդհանուր արժեքներով, ընդգծել է հայ-ամերիկյան ռազմավարական գործընկերության խորացումը, ինչպես նաեւ կարեւորել Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման գործում ԱՄՆ-ի դերակատարությունն ու երկկողմ համագործակցության հետագա զարգացումը։ Վերաքննիչ քրեական դատարանը մերժել է Անդրանիկ Թևանյանի նկատմամբ կիրառված կալանքի դեմ բողոքը, այս մասին հայտնել են Մայր Հայաստան կուսակցությունից։ Նշված որոշման դեմ բողոք է ներկայացվելու Վճռաբեկ դատարան։ Մայր Հայաստան կուսակցության նախագահ ԲՀԿ նախընտրական ցուցակի երկրորդ համար Անդրանիկ Թևանյանի փաստաբանական թիմը ավելի վաղ բողոք էր ներկայացրել Վերաքննիչ քրեական դատարան ընդդեմ առաջին ատյանի դատարանի կիրառած երկամսյա կալանքի որոշման։ Մայիսի 22-ին Թևանյանի բնակարանում եւ Մայր Հայաստան կուսակցության գրասենյակում խոզարկություններ էին իրականացվել։ Նույն օրը երեկոյան կենտրոնական ընտրական հանձնաժողովը համաձայնել էր քրեական հետապնդում հարուցել եւ անձեռնմխելիությունից զրկել Թևանյանին։ Մայիսի 23-ին դատարանը Անդրանիկ Թևանյանին 2 ամսով կալանավորելու որոշում էր կայացրել։ Ուկրաինական անօդաչու թռչող սարքերը հարվածել են Սանկտ Պետերբուրգին, ինչի հետևանքով նավթային տերմինալում հրդեհ է բռնկվել։ Вооруженные силы России продолжают. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրամայել է շարունակել Ուկրաինայի ուղղությամբ հարվածները, մասնավորապես ռազմարդյունաբերական ենթակառուցվածքներում։ Պուտինը սպառնացել է ընդլայնել անվտանգության գոտին Ուկրաինային հարակից տարածքում՝ ի պատասխան Կիևի զինված ուժերի քաղաքացիական օբյեկտների վրա հարձակումների։ Հազարավոր իրանցիներ հավաքվել են Թեհրանի հեղափոխության հրապարակում ցույցի։ Նրանց ձեռքերում պաստառներ են սպանված գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի եւ նրա ընտանիքի անդամների նկարներով։ Իրանցիներն արդեն ավելի քան 100 օր պարբերաբար հավաքվում են Թեհրանի եւ այլ քաղաքների տարբեր հատվածներում՝ ի պաշտպանություն երկրի միասնության։ Հավաքվածների հիմնական կարգախոսն ու կոչն է իշխանությանը եւ բանակին. «Դուք պաշտպանեք ճակատը, մենք փողոցը»։ Հրապարակի կենտրոնում տեղադրված է հանրապետության հանգուցյալ առաջնորդի սեղմված բռունցքի տեսքով հուշարձանը, որը խորհրդանշում է Իրանի ժողովրդի տոկունությունը։ Communism is a mortal threat. Մենք ամբողջովին ջախջախեցինք Իրանին, հիմա նրանք երազում են մեզ հետ համաձայնության գալ։ Մենք նրանց մեկ շաբաթ ժամանակ տվեցինք ուղարկավորության համար, որովհետև մենք բարի ենք, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Սպիտակ տան ղեկավարը կոմունիզմն անվանել է ԱՄՆ ազատության գլխավոր մահացու սպառնալիքը, այն համարելով ավելի վտանգավոր, քան առաջին եւ երկրորդ համաշխարհային պատերազմները կամ սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունները։ Նա շեշտել է, որ Ամերիկան երբեք կոմունիստական երկիր չի դառնա։ Թրամփը կոչ է արել նաև անհապաղ ընդունել «Փրկենք Ամերիկան» ակտը, պնդելով, որ դա թույլ կտա 100 տարի շարունակ չպարտվել ընտրություններում, իսկ կոմունիստական կուսակցությունը նա բնութագրել է որպես անօրինական ներգաղթյալներից ու հանցագործներից կազմված խումբ։ Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը հայտարարել է, որ իշխանությունը պատրաստվում է իրադարձությունների զարգացման տարբեր սցենարների եւ զգուշացրել է, որ առաջիկա ամիսները կարող են դառնալ իսկապես վճռորոշ Ռուսաստանից եկող սպառնալիքի տեսանկյունից, հայտնել է BBC-ն։ Տուսկը մեկնաբանել է ԶԼՄ-ների հրապարակումները, որոնց համաձայն Մոսկվան իբր զինված սադրանք է պատրաստում Լեհաստանի դեմ ստուգելու ՆԱՏՕ-ի վճռականությունը։
Լագոսում հորդարատ անձրևները հանգեցրել են հեղեղումների, կատվածահար անելով երթևեկությունը եւ սուզելով տներն ու տեղական շուկաները։ Մարդիկ քայլում են ծնկներից բարձր ջրի միջով։ Բազմաթիվ մեքենաներ մնացել են ճանապարհներին, իսկ տեղումների պատճառով դպրոցներն ու ձեռնարկությունները ստիպված են եղել փակվել։ Բնակիչները լուրջ մտահոգված են վարակների տարածման կապակցությամբ։ Կեղտոտ անձրևաջրերը իրենց հետ բերում են խոլերայի եւ աղիքային ցուպիկի վտանգ։ Իշխանությունը բնակիչներին հորդորել է աղբ չթափել փողոցներում եւ ջրատար անցուղիներում։ Նիգերիայում այժմ անձրևների սեզոնի պիկն է, ինչի պատճառով ջրհեղեղների ռիսկը կտրուկ մեծանում է։ Երկրում սպասվում է նորմայից բարձր տեղումների քանակ։